Բացա դուռը, մտեք։ Բարև ձեզ, եկեք։ Եկեք առաջացեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ճիշտ ասած դուռը բաց էի թողել, որովհետև ձեզ էի սպասում։ Այս ոտքովից մի քիչ դժվար է տեղաշարժվելը, դե ես այդքան էլ սովոր չեմ։ Բայց դուք անցեք, առաջացեք։ Հեսա Արշակ ուր վրայա կգա։ Ինքը ձեզ կբացատրի ինչ պետք անեք, բայց շատ բան անելու չկա, ես էլ կարամ ձեզ բացատրեմ։ Magda, did Dad come? Արի, արև, արի։ Ծանոթացի արև, մեր նոր օգնականն է։ Արշակն է բերել, որ մենք հանգիստ տանը մնանք, ինքն էլ գնա իր գործերով։ Գնա արև, գնա բարևի։ Hi, ես Արևիկն եմ։ Մագդա, արև։ Բարև ձեզ։ Կներեք, որ ուշացա։ Բայց ինչի՞ չեք նստում։ Նստեք, նստեք խնդրեմ։ Արիք։ Արիք բարես։ Կներեք, ձեր անունը Մագդան ասաց մոռացա։ Էլիս։ Ուրախ ենք, Էլիս ջան։ Ես Արշակն եմ, Մագդան քույրս է, իսկ Արևը իմ աղջիկը։ Որ խնդրեմ մի քիչ ձեր մասին կպատմեք։ Դե ես բանասիրականում եմ սովորել։ Ու ինձ աշխատանք գտնելը դժվար է։ Իսկ ինձ աշխատանք է պետք։ Շատ լավ է, որ բանասիրական եք ավարտել։ Արևին կօգնեք, որ հայերեն սովորի։ Ճիշտ է, ինքը հայերեն խոսում է, բայց Ուզում եմ տառերը սովորեմ, որ կարդամ ու Հայաստանում դպրոց գնամ։ հա գանձս։ Այս սիրուն քուրիկը քեզ կսովորեցնի։ Ես շատ արագ եմ սովորում։ Ես ավելի կոնկրետ կուզենայի իմ պարտականությունների մասին իմանալ։ Հա, իհարկե։ Ձեզանից ընդամենը մի քանի բան է պահանջվում։ Հոգ տանել Արևի մասին, դասեր անել ու օգնել Մագդային, եթե դրա կարիքը ունենա։ Դե չէ, իմ մոտ հետ վիրահատական փուլ է։ Ձեր գործը ավելի շատ Արևի հետ է։ Պետք է Արևի խնամքով զբաղվեք։ Հասկացա։ Կանց, որ խնդրեմ կգնաս քո սենյակ։ Ինչի, էլի մեծական թեմաներ են։ Հա, մի երկու բառ խոսանք, հետո կգաս, հա։ Ուֆ, դե միշտ սենց է լինում։ Արևը իրոք շատ մարդամոտ երեխա է ու շուտ մտերմանում է։ Ու ճիշտ ասում, շուտ էլ սովորում է։ Ուղղակի ես ուզում եմ, որ դուք իմանաք, Արևի մայրը ծննդաբերության ժամանակ մահացել է։ Ճիշտ է, այդ թեման մեր տանը փակ չի ու Արևը շատ հանգիստ խոսում է իր մոր մասին։ Հարցեր է տալիս, պատմում է, այն ինչ որ մենք ենք իրան պատմել։ Ուղղակի ուզում եմ, որ դուք իմանաք, որ պետք չի վախենալ այդ թեմայից։ Արևը շատ նման է իր մամային։ Ճիշտ է, ինքը դեռ փոքր է, չի հասկանում, թե խոսքը ինչ նմանության մասին է, բայց երբ որ ես Արևին նայում եմ, ամեն մի շարժման մեջ իր մամային եմ տեսնում։ Ինձ կներեք, ես պատասխանեմ կամ հա արագ։ Բայց Արշակ իրան չզանգեցին։
Աս երկար պետք է սպասեմ, որ ասես։ Դե երեք մեր տուն էր եկել ու տրամադրություն չուներ ու Այդ արդեն հասկացա։ Հետո։ Չէ, ես արդեն սկսում եմ ջղայնանալ։ բան չի եղել նորո։ Աս նոր ասում էր, որ եղել է։ Դե հա, ես էլ եմ զգում, որ ինչ-որ բան է եղել, բայց ինձ ոչ մի բան չի ասում։ Ինչքան համոզեցի չասեց։ Լավ։ Աս ջան, ես քեզ չեմ ստիպելու, որ ասես։ Բայց քեզ մի բան ասեմ, որ հետո մտածես։ Դու շատ լավ գիտես, որ Էլիզը երկար ճանապարհ գնալուց առաջ կարճ է մտածում։ Ու եթե ինչ-որ բան արեց, կամ ինչ-որ բան եղավ, դու էլ ես մեղավոր լինելու։ Հասմիկ ջան, էլի դու ես մեղավոր։ Արշակ, մենակ ինձ է թվում, որ այս աղջիկը տարօրինակ է։ Ես ոնց տեսնում եմ ինքը երեխեքի հետ էլ սեր չունի։ Երիտասարդ աղջիկ է, նոր ավարտել, փորձ չունի։ Արշակ, փորձը ինչ կապ ունի։ Երեխեն գալիս է ուզում է խոսա, չի խոսում, չի ժպտում, ինքը շփվելու ձև չգիտի։ Էն էլ Արևիկի պես երեխեն, որ մի վայրկյան սուս չի մնում։ Արշակ կարող է ասենք էլ չգա։ Մագդա, չես տեսնում, որ լարված է։ Ես զարմանում եմ, դու ոնց ես Արևիկին վստահելու սենց սառը մարդու։ Արի սենց անենք։ Թող գա աշխատի, տեսնենք, կարող է շատ լավ աղջիկ է ու Արևի հետ շատ լավ լեզու է գտնում։ Մենք որ բոլորին հետ ուղարկենք, մարդ չեն գտնի։ Մեկը ինձ դուր չի գալիս։ Լավ։ Թող մի քանի օր գա, տեսնենք, եթե չի կարողանում, կասենք, որ էլ չգա։ Բայց հիմա շտապել պետք չի։ Հասկանում ես, հատկապես այս խառը վիճակում։ Ես չեմ կարող ամեն օր աշխատանքից շուտ գալ։ Գործերս այսենց խառնվել է իրար, պետք է ամեն ինչ դասավորեմ։ Եթե դուք մենակ եղաք, ես չեմ կարողանա կենտրոնանալ, դու ինձ հասկանում ես։ Ու վերջը դու տանն ես լինելու, իրանց հետ ես լինելու։ Ու մի ամիսը հերիք է, որ հասկանանք։ Ինձ կներեք, ուղղակի կարևոր զանգ էր, չէի կարա չպատասխանեի։ Խնդիր չկա, Էլիզ ջան։ Հիմա կարող ենք շարունակել։ Առանձնապես շարունակելու բան չկա։ Ինձ թվում է դու հասկացար, թե ինչ իրավիճակ է մեր տանը ու քեզանից ինչ է պահանջվում։ Սիրում ես երեխաների հետ զբաղվել։ Հա, սիրում։ Շատ լավ է։ Ուրեմն ճիշտ կլինի, որ դու մի քանի րոպե Արևի հետ շփվես։ Դե հասկանաս կկարողանաս, թե ամեն դեպքում բարդ է լինելու։ Ոնց հասկացա, սա քո առաջին փորձն է, չէ՞։ Ճիշտ եք, երբեք չեմ աշխատել։ Լավ, Արևի սենյակը երկրորդ հարկում է, կարող ես բարձրանալ։ Շարունակես Մագդա։ Ես զարմանում եմ, Արշակ, դու միշտ Արևի վրա դողացել ես, բայց հիմա… Ասացի չշարունակես։ Գոնց։ Ես ինչ կա, նոր եկել ես։ Դպրոցում գալիս ասում են Նալինն է, եղբայրդ սպասում է։ Իրականում անցնում էի։ Ասացի, գամ գանձից համով բանտամուտի նոր գնամ։ Բա գործի չես։ Գործի եմ, բայց մի քանի օր ազատ եմ լինելու։ Ու ամեն օր գալու ես դպրոց։
Այդ չեմ խոստանում։ Դե վազեցի։ Մյուս անգամ գոնե դասամիջոցին կգաս։ Ալյո։ Նոր ինչ կա։ Բան չէ, լավ ջան։ Իրականում մի քանի տեղ գնացի, բայց իմ սրտով բան չկարողացա գտնեմ։ Դրա համար էի քեզնից փող ուզում։ Ինձ թվում է շատ շուտ աշխատանք կգտնեմ ու գումարդ հետ գտամ։ Լավ, ես քաղաքից դուրս եմ եկել։ Առավոտը գամ ու զանգեմ։ Կբերեմ փողը։ Լավ ջան։ Խոստանում եմ, որ շատ շուտ հետ գտամ։ Վերջացրու հոզիչ բաներ մի ասա։ Լավ։ Էս ինչ ես անում։ Նկարում եմ։ Ինչ ես լացում։ Չեմ լացում։ Կուզես արի իրար հետ նկարենք։ Ես չգիտեմ նկարել։ Շատ հեշտ է։ Պապան ասում է, որ մաման էլ էր սիրում նկարել։ Պապաս ասում է, որ ես նման եմ մամայիս։ Նկարը բերեմ, դու էլ ասա, նման եմ թե չէ։ Չէ, պետք չի։ Ուզում ես սեղանի խաղեր բերեմ, ես շատ ունեմ դրանցից։ Մի ուրիշ անգամ կխաղանք, հա։ Հիմա պիտի ծանոթանանք ուղղակի։ Ես Արևն եմ, դու Էլիզն ես, ծանոթացանք։ Խոսեցիր։ Խոսեցի։ Իրոք շատ լավ աղջիկ ունեք։ Համ շուտ է հասկանում, համ լսող է։ Ինձ թվում է մենք կգտնենք լեզու իրար հետ։ Հա, ճիշտ ես։ Ինքը լավ երեխա է, բայց իրան ամեն դեպքում ուշադրություն է պետք։ Եթե չես կարա, ավելի լավ է հիմա մի անգամից ասես։ Դու ինչ որոշեցիր։ Ես կգամ։ Կաշխատեմ, եթե ձեզ դուր չի գա, էլ չեմ գա։ Շատ լավ։ Ուրեմն հենց վաղվանից կարող ենք սկսել։ Առավոտյան պետքա բժշկի գնանք։ Ես ձեզ կտանեմ, բայց չեմ սպասի։ Դուք տաքսով հետ կգաք։ Արևին էլ ձեր հետ կվերցնեք, որ տանը մենակ չմնա։ Արևը իրոք շատ ջերմ երեխա է։ Ինքը ամբողջ աշխարհին սիրում է։ Դե մենք էլ իրան սիրո մեջ ենք մեծացրել։ Ու ինքը սովոր է, որ բոլորը ջերմ են ու սիրով։ Նենց որ ես ես հասկացա։ Չես պատկերացնի ոնց եմ ատում է երեխուն հաս։ Էլիս դու ինձ արդեն վախացնում ես։ Սուրբ ընտանիք են խաղում։ Մորս նկարներն հենց են բերել շարել տան մեջ, ոնց որ իրանք չեն սպանել մամայիս։ Հազիվ եմ ինձ զսպում, որ մի երկու բառ չասեմ։ Մեր երեխեն, մեր երեխեն, մեր արևիկը։ Երևի մենք երեխա չէինք։ Հա, բայց այդ երեխան ինչ մեղավոր է, Էլիս։ Բա Ալինան ինչ մեղավոր էր։ Բա մենք ինչ մեղավոր էինք, հա։ Ոչ մեկն էլ մեղավոր չէր բացի Արշակից։ Ես չգիտեմ ինձ ոնց եմ զսպում։ Ես իրոք չգիտեմ ինձ ոնց եմ զսպում, որ հետը նորմալ խոսամ։ Էլիս, խնդրում եմ քեզ, քանի շուտ է զանգի ասա, որ չես գնալու։
Այդ երեխան նենց էլ նման է մամայիս։ Երևի մեզանից ոչ մեկ այդքան նման չի մեր մամային։ Բայց ինքը որ ինձ է նայում, ոնց որ մամաս ինձ նայի։ Բա նկարել է։ Մամայի նման էլ նկարում է։ Էլիս, քո նպատակը ո՞րն է։ Ինչ ես անելու, սպանելու ես այդ մարդկանց։ Ես չգիտեմ, բայց հիմա զգում եմ, որ պետք է այդ տանը լինեմ։ Տենց եմ ուզում։ Հաս ես քեզ կզանգեմ։ Մեկը ես դեմ եմ այդ աշխատանքիդ։ Այսքան սովորես, որ գնաս դայակ աշխատես։ Ժամանակավոր է, տատ։ Թեկուս ժամանակավոր։ Բայց լավ են է վարձատրում։ Բա մասնագիտությունդ։ Տատ ջան, այ հենց մասնագիտությունս էլ պիտի ինձ օգնի։ Ոնց ես։ Նորմալ։ Քո պարագայում նորմալները լավ։ Գործ գտար։ Կգտնեմ։ Դու ասա որտեղ որ աշխատում ես։ Այդ մարդիկ լավն է, նորմալ է ամեն ինչ։ Հա, նորմալ մարդիկ են, էլի։ Հաստատ նորմալ մարդիկ են։ Նոր դե մարդիկ են, էլի։ Բայց ես գնամ քնեմ առավոտյան 9-ին պիտի գնամ աշխատանքի։ Ես մեքենան դեռ չեմ հանձնել։ Մի քանի բան կա անելու։ Եթե ուզում ես առավոտը քեզ կտանեմ։ Չէ։ Ինչի՞։ Ինքս եմ ուզում գնամ։ Համել տեսնեմ ինչ տրանսպորտա գնամ այդ կողմ։ Եկել եմ քեզ գրկեմ։ Չեմ հավատում։ Էլիզ ինչ ա եղել քեզ։ Ալին։ Ուզում եմ իմանաս, որ ես քեզ շատ եմ սիրում։ Շատ։ Ուզում եմ իմանաս, որ այս աշխարհում քեզանից շատ ոչ մեկի չեմ սիրում, Ալինա։ Գիտես, չէ՞։ Ես էլ քեզ եմ սիրում։ Էլ բայց քո հետ հաստատ ամեն ինչ նորմալ է։ Դե սենց բաներ ամեն օր չեն լինում։ Վերջ։ Ալինա, վերջ։ Այս հերիքա կարդաս, հետո կկարդաս։ Ես գնում եմ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Փաստորեն ինչ չլսեցիր ու որոշեցիր, որ այդ աղջիկը պետքա գա։ Փաստորեն հիմա շատ ուշ է, ու դու պետքա քնես։ Վաղը բժշկի ես։ Մի հատ ինձ նայի։ Ես սխալ բան կորոշեմ։ Փաստորեն տենց ես, հա ինձ վստահում։ Լավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Բուժքույրը կգա, մի քանի հետազոտություն կանցնես ու կգնաք տուն։ Լավ։
Հենց ավարտեցիր, ինձ զանգում ես։ Չմոռանար։ Հասկացա, Արշակ։ Էլիս ջան, ուշադիր կլինես, հա։ Չես հոգնել։ Չես ուզում նստել։ Չէ, Էլիս նորմալ է։ Մագդա փորս ցավում, այլ չեմ կարողանում կանգնել։ Արի գնանք նստենք։ Տատ։ Տատի։ Ես եմ, բաց դուրը։ Ալին։ Նոր դուրսն եմ մնացել։ Ոնց դու դասի չես։ Չէ, այսօր դաս չեն կարել դպրոցում միջոցառում էր։ Հիմա եկել եմ տան դռանը թակում եմ, տատին չի բացում։ Երևի տանը չի։ Հաստատ տանը չի։ Հա, արդեն 1000 անգամ զանգել եմ։ Դուրն էլ թակում եմ, չի բացում։ Կամ ինչպես միշտ չի լսում, կամ էլ հեռախոսը հետը չի տարել։ Դե ես էլ գիտեի, որ շուտ եմ տուն գալու, դրա համար բանալին չեմ վերցրել։ Նոր բան չանեմ հիմա։ Ինչ պետք է անենք, զանգում ենք Էլիզին, որովհետև Էլիզը միշտ բանալին իր մոտ ապահում։ Հեսա զանգեմ վերցնեմ, բերեմ տամ քեզ։ Մենակ շուտ էլի ահա որ սոված եմ։ Լավ, հասկացա, այդ շատ լուրջ հարց է։ Լավ։ Լավ։ Ալո։ Էլիս դուր ես։ Հիվանդանոցում։ Ինչ ա եղել, ինչի համար ես հիվանդանոցում։ Չէ, այդ երախուն եմ բերել ինչ-որ ստուգումների։ Չէ, այդ գործը արդեն սկսում այն վրա ազդել, հասկանում ես։ Նորը զանգել ես, որ այդ ասես։ Եթե հա, ուրեմն անջատում։ Չէ, դրա համար չեմ զանգել, երեխեն դուրսն է մնացել։ Բանալի չունի։ Հա քոնը տուր։ Էլի շատ խելացի աղջիկ ես, գիտես, եթե բանալին իմ մոտ դիներ, քեզ կզանգեի, կասեի, հասցետ ուղարկի ասական վերցնեմ։ Գազ վերցնես։ Դե եթե տարբերակ ունես, ուզում ես SMS արա, թող բանալին գա իմ մոտ։ Լավ, արի դուրս կգամ կտամ բանալին։ Լավ։ Արև, շատ ա ցավում։ Մագդան ուշանում է, երբ կգա։ Մի քանի հետազոտություն կա, կանի ու կգա։ Այմա կես ժամով դու իմ փրկիչն ես դառնում։
Այս վերցրա գնա։ Ես ոնց երևում է լավ շտապում ես, հա։ Հա, լավ շտապում եմ, որովհետև համ են երեխեն լավ չի, համ էլ Ալինան դուրսն է, գնացի։ Գնա։ Հա, լավ ջան։ Տեղը 10 է, հեսա փողը բերում եմ։ Կապա բախտս բերեր մի հատ գտնեի։ Այ Ալինա, ոնց կարելի է այսքան թափ-թփված լինել։ Տենց կասեր Էլիզա։ Նորույն ասեմ։ Նոր մի բան ասեմ չես հավատա։ Բանալիս կտա։ Նոր կներես էլի չէի տեսել, կներես։ Նոր մի բան ասեմ չես հավատա։ Բանալիս կտա։ Նոր կներես էլի չէի տեսել, կներես։ Ըստոս հանգիստ տեղի ես չեմ ջղայնանում։ Կարևորը որ շուտ հաց ուտես դու։ Արև։ Շատ է ցավում։ Էլիզել չեմ դիմանում, տուն եմ ուզում։ Մի հետազոտություն է մնացել։ Դիմացի կգնանք տուն թե կխմես, կլավանաս, հա։ Չէ, Էլիզ, ես հիմա տուն եմ ուզում։ Էլիզ դուք գնացեք, ես կգամ։ Մագդա, բայց դու չես կարողանում քայլել, ո՞նց ես գալու։ Երեխեն տանջվում է, հիմա կարևորը ինքն է, դու տաքսի կանչի գնացեք։ Հետո չգիտեմ հետազոտությունները երբ եմ վերջացնելու, գնացեք։ Լավ, եթե մի բան պետք լինի կզանգես։ Լավ։ Արև գնացինք։ Լյովջան ուշ ես հասնելու։ Հա։ Լավ, հասկացա ինչպես։ Հա, վերջ։ Ինձ թվում էր երկար կտևի։ Ամեն ինչ նորմալ է, դու գործերիդ նայի։ Այսքանն էր մոտինս։ Ապրես Լյով ջան, որ դու չլիներ, ես չգիտեմ ինչ էի անելու։ Առանց ընկեր էիր մնալ։ Նորմալ է, մեծ բան չի։ Ապրես։ Օգնեմ։ Չէ, ես ինքս։ Որ օգնեմ ինչ կլինի, որ ինչ որ մեկին եք սպասում, ինչ որ մեկը պետքա գա ձեր հետևից։ Չէ, ես տաքսի կկանչեմ կգնամ։ Նայեք, խնդիրը ինչու՞մ է։ Տաքսիստը ձեր հետ չի իջնելու, ձեզ չի օգնելու։ Իսկ ես մեքենայով եմ։ Մենք ուղղակի այդքան էլ մոտ չենք ապրում։ Ոչինչ, դա խնդիր չի։ Դե չգիտեմ։ Եկեք ես օգնեմ, էլի։ Ես ձեզ վիճակով չեմ կարող մենակ թողնել։ Ուղղակի չեմ ուզում նեղություն տամ ձեզ։ Նեղություն չի։ Հավատացեք։ Լավ, շնորհակալ եմ։
Դարձավում է։ Մի քիչ։ Կարող է բժիշկ կանչեմ։ Չէ, դուր ես կխմեմ կլավանամ, մենակ բժիշկ չկանչես։ Այդ որ խմես, հետո կպարկես։ Մամաս ասում էր, որ երբ որ թե ես խմում, հետո փորի վրա պարկում ես, ցավը անցնում է։ Իսկ օգնում էր։ Օգնում էր։ Քո մամայի անունը ի՞նչ է։ Իմ մամայի անունը գիտես։ Շուշանա։ Էնա, իր նկարը։ Նման է ինձ։ Պապան ինձ մեկ ասում է Շուշանի կարևիկ։ Պապան ասում է, որ միշտ պիտի իր մասին խոսանք, ուրախ պատմություններ հիշենք։ Ինքն ու Մագդան են պատմում։ Մագդան էլ է սիրում մամայիս, ինքն է իմ անունը դրել։ Պապային ասել է, ուզում եմ Արևիկ լինի։ Պապան ասում էր, որ գիտի, որ այսքան լուսավոր եմ լինելու։ Հիմա ինչ անեմ, պարկեմ փորիս վրա։ Պարկի։ Շնորհակալ եմ շատ։ Դե օգնեմ հասիտուն ու ես գնամ։ Երազում եմ երբեմ նորից ղեկին նստելու։ Կնստես, բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինել։ Գիտես, վթարից հետո հերթով բոլորին համոզում եմ, որ ես մեղավոր չեմ եղել։ Բայց պետք է զգույշ լինես, չէ՞։ Վայ, ոնց որ աղբերս լինես։ Գիտես, ես էլ քո տարիքի քույր ունեմ ու ինքն էլ կյանքում իր սխալը չի ընդունում։ Դրա համար շատ լավ հասկանում եմ քո աղբորը։ Բայց զգացիր ինչ շուտ անցանք ընկերական խոսակցություններին։ Դե այդ իմ տեսակն է, ես շատ եմ շփվում։ Երևի արդեն հասկացար, ամբողջ կյանքս հասցրել եմ պատմեմ։ Լավ, դե օգնեմ գնա տուն, ես գնամ, լավ։ Որ քիչ խոսամ։ Իզուր ասեցիք, որ հիվանդ եմ, պապան շատ է անհանգստանում։ Քեզ շատ է սիրում։ Գիտեմ, աշխարհի չափ, բայց մրսում եմ, հիվան կբերես վրաս գցեմ։ Հիմա բեր։ Ես եկա։ Magda, I feel like I'm sick. Բարև։ Hi. Կարող է քեզ սուրճ հյուրասիրենք։ Չէ, լավության տակից պետք չի դուրս գալ։ Բա պարտք մնամ։ Չէ, լավ, ես գնացի։ Զգուշեղի։ Ես եկար։ Հա, մի քիչ ինձ լավ չեմ զգում։ Լիսի,
երեխուն տանեմ սենյակ, իրան լավ չի զգում։ Դու ոնց որ ջերմություն ունես։ Ջերմաչափը որտեղ ասա գնամ բերեմ։ Չգիտեմ, Մագդայից հարցրու։ Լավ, պարկի գալիս է։ Էլիս, որ խնդրեմ դուռը կբացես։ Ես երևի քոնն է, բայեսակից տանգել։ Կարող ես նշանա, որ ամեն դեպքում մնաս սուրճ խմես։ Ոնց որ համոզում ես։ Մագդա, ես։ Բարև ձեզ։